Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլը Պարի միջազգային օրվան ընթരാճ ապրիլի 26-ին ժամը 19:00-ին համերգային շքեղ ծրագրով հանդես կգա Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի համերգային դահլիճում։ Մանրամասները կներկայացնեն մեր հյուրերը։ Մեր հյուրերն են բարեկամություն պետական անսամբլի արտիստներ Սաթենիկ Ղազարյանը եւ Ավագ Համբարձումյանը։ Բարև ձեզ։ Ողջույն, լավ եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Շնորհակալություն ձեզ նախապես շնորհավորենք, վաղը հաստատ առիթ չենք ունենա եւ մի քիչ ներկայացնենք մանրամասներն ինչ համերգային ծրագիր է սպասվում նրանց, ովքեր ներկա կգտնվեն։ Բայց վաղն է Պարի միջազգային օրը։ Ոչ, Պարի միջազգային օրը ապրիլի 29-ին է։ 29-ին։ Այո։ Այս համերգը Պարի միջազգային օրվան ընթരാճ է, այո։ Դրա համար արծես։ Տեղի ունենալու ամսի 26-ին վաղը ժամը 19:00-ին, ինչպես դուք ներկայացրեցիք։ Ինչ է լինելու։ Կլինեն արդեն ինչպես հանդիսատեսի կողմից սիրված համարներ, այնպես էլ բեմադրություններ, որոնք տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառով դուրս էին մնացել անսամբլի պարացանկից, վերականգնվել են եւ արդեն կհանձնվեն հանդիսատեսի դատին։ Բացի այդ, ապրիլի 29-ին, հենց Պարի միջազգային օրը, Հայաստանի 3 պետական անսամբլները, Բարեկամություն պետական անսամբլը, Երգի Պարի պետական անսամբլը եւ Պարի պետական անսամբլը Պարարվեստի ուսումնային տնօրեն Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ Վիլեն Գալստյանի անվան թատրոնում կունենան ելույթ դպրոցի սաների հետ միասին, այսինքն տոնը կնշվի արդեն Հայաստանում պետական բոլոր կոլեկտիվների հետ միասին։ Իսկ համերգ չի լինելու, մեծ համերգ։ Դա մեծ համերգ է լինելու։ Դա մեծ համերգ է։ Այո։ Որտեղ է դահլիճը։ Երևանի Պարարվեստի պետական քոլեջում։ Բան չի ֆիլհարմոնիայում, կարողանում եք օպերայի։ Ամեն տարի տարբեր կերպ ենք նշում այդ օրը, լինում են հենց կրկին ուսումնարանի սաների հետ միասին կամ էլի առանձին, յուրաքանչյուր տարի տարբեր կերպով ենք անցկացնում, այս տարի ուղղակի նախաձեռնությունը այդպեսին է եղել։ Ես մի առաջարկ կանեմ, քանի որ մի քիչ Պարից շատ ենք հեռացել, ազգային առումով եմ ասում, ժողովրդի առումով եմ ասում, ինչի՞ չենք օրինակ Պարի միջազգային օրը, չգիտեմ, մեր աշխարհի վրա գեղեցիկ հրապարակում, Երևանի հրապարակում մի 30-40,000 մարդով, չգիտեմ, պարուսություն բանում կամ ինչ-որ բան, ինչի նման բան չենք անում, որ նաև այս անհասկանալի պարերը, որ մտել են մեր մշակույթ հարսանիքների ու մնացած բոլոր առիթների ժամանակ, ասենք լեզգին ավելի շատ են պարում, քան հայկականը, օրինակ, չգիտեմ, մեր հայկական պարերի շարժումները սովորեն, լավ բան չեմ ասում։ Իրականում այսպեսի մի բան ասեմ, նման միջոցառումներ կազմակերպվում է։ Անցած տարի օրինակ Հանրապետության հրապարակում է կազմակերպվել մոտավորապես 1000-ից ավել տարբեր պարախմբերի սաներ, ինչպես նաև պետական կոլեկտիվ։ Պետական կոլեկտիվներ իրենց մասնակցությունն են ունեցել Հանրապետության հրապարակում Պարի միջազգային օրը մեծ շոկով նշելու, բոլորը նույն պարային բեմադրությունն են պարել եւ տեղի է ունեցել մեծ ֆլեշմոբ։ Այս տարի ամսի 27-ին Կասկադ համալիրում է լինելու նույնը, 2000 մոտավորապես 2000 սաներ։ Այո։ Ուզում եմ ասեմ, որ նման միջոցառումներ այո կան եւ իրականանում են տարբեր Երևանի տարբեր հատվածներում։ Դե ուրեմն 29-ին ինչ ուզում եք արեք վերջ։ Ես եմ հարցի պատասխանը ստացա։ Ես անցած տարի ինչ որ տարբեր ֆլեշմոբեր տեղի էր ունենում, տարբեր տարածքներում, ինստիտուտների, Բաքվում անգամ։ Ես տեսել եմ, ես չգիտեի, որ դա պրոֆեսիոնալների կողմից է տեղի ունենում։ Այո։ Այդ շատ լավ է։ Եթե մենք խոսենք համերգային ծրագրերի մասին, հիմա 26-ին անում եք Պարի միջազգային օրվան ընթരാճ, առասարակ էլի առիթ ունեցել ենք ոնց որ խոսելու այս մասին, ակտիվությունը համերգային ծրագրերի որքան է։ Պետք է նշեմ, որ անսամբլը պարբերաբար այցեր է կատարում մարզեր ու Հայաստանի մյուս քաղաքներ եւ այս տարի նույնպես բացառություն չի այդ առումով։ Մենք ապրիլին հասցրել ենք լինել Սյունիքի մարզում, Քաջարան եւ Կապան քաղաքներում եւ այժմ լինելու ենք Աբովյանում, քանի որ մշակութային, այսպես ասած, իրադարձությունները մեծամասամբ Երևանում են կենտրոնացած, նման այցերով անսամբլը փորձում է մշակութային կապը ապահովել մյուս քաղաքների միջև ու կարծում եմ, որ տեղի հանդիսատեսի համար մեծ հնարավորություն է, որպեսզի իրենց բնակավայրերում կարողանան ներկա լինել մեր անսամբլի համերգային երեկոներին ու մեզ համար է դա հաճելի, քանի որ նրանց արձագանքը եւ ջերմությունը իրենց ծափողջունների ու արձագանքների միջոցով փոխանցում են մեզ։ Ինձ թվում է յուրաքանչյուր արտիստի համար կարևորը այդ ծափերն են ու իրենց ներկայությունը, որովհետև ինչ անում են, ասում են ինչ անում ենք ձեր համար ենք անում։ Ես միշտ նեղվում եմ, երբ որ ձեր կամ Պարի պետականի կամ պրոֆեսիոնալների համերգին ես նեղվում եմ, գիտեք ինչից։
չեմ կարող ձեր նման բառը նյարդայնանում եմ ես այդ ամենը։ Փոքր ժամանակ ովքեր հաճախել բարի։ Դե ախր դե սովորցնել է պետք։ Մենք էլ մարդ ենք։ Առհասարակ ես հիմա եթե համեմատությունը տեղին է անել, անընդհատ ասում են, որ օրինակ Վրաստանում մեծ մասը, հա, երեխաների, չգիտեմ, ոնց բարի է հաճախում եւ իրենց մոտ եթե անգամ չշարունակի էլ այդ գծով, տիրապետում է, այսպես ասած, պրոֆեսիոնալ։ Ես անգամ թիվ կարող եմ ասել, բայց չեմ ասի ահա։ Մեզ մոտ այդպես է կամ կա տարբերություն։ Հիմա ակտիվ են հաճախում բարի եւ այլն, թե այնուամենայնիվ այդ пассивությունը կա, ցանկություն չկա։ Մանավանդ տղեկի պահով։ Տղաների պահով իրականում պարարվեստում խնդիր կա, որովհետև ոչ բոլորն են թեկուզ եթե պրոֆեսիոնալ կրթություն են ստանում քոլեջում, ոչ բոլորն են հետո շարունակում իրենց մասնագիտությունը, դա արդեն գալիս է ծառայելու խնդրից եւ այլն բանակային, բայց առհասարակ պարարվեստը կա զարգացած մեր երկրում, հա, պարզապես ես այսպես կասեմ, որ լավ մասնագետների խնդիր կա այստեղ ոչ թե կոնկրետ երեխաների, որովհետև երբ որ սովորեցնում ես դու երեխային պարարվեստ կամ հայկական ժողովրդական կամ ազգագրական պարը, դու պետքա գրագետ սովորեցնես եւ գրագետ մոտեցում ցույց տաս երեխային, որ թե ինքը սիրի պարարվեստը եւ թե սովորի ճիշտ հայկականը։ Այո, այս այն լուրջ խնդիրն է, որ ով մի փոքր տենց սովորումա գնում է բարի դպրոցա բացում սխալ տարազներով, սխալ տարազներով, սխալ բառային շարժումներով, մոտավորապես բարեժ սովորեցնելով, բայց գումար աշխատելով։ Այս խնդիրը կա, այս խնդիրը մանավանդ Հայաստանի սահմաններից դուրս ահա որ այլանդակ վիճակում է, այնպես որ դե պետք է փրկենք, բայց մեր պետական կառույցներ չասեմ, ես մեր պետական բարի խմբերը, իրանք ինչի չեն լավ գովազդվում։ Եթե նույն Վրաստանի օրինակը բերում ենք, իրանք ֆանտաստիկ գովազդ ունեն։ Գոնե թե ես որպես Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդ, անընդհատ ես այդ գովազդը տեսնում եմ, հետո իրենք ինչ որ կրեատիվ լուծումներ են գտնում երիտասարդներին ներգրավվելու։ Մենք չենք անում նման բաներ, թե անում ենք ուղղակի լավ չենք գովազդում։ Ես չեմ ասի, որ լավ չենք գովազդում, որովհետև լավ գովազդով զբաղվում են եւ կան մասնագետներ, ովքեր որ անհատական ամեն մի պետական կոլեկտիվի PR-ով զբաղվում է, ես չեմ ասի, որ չի գովազդվում, չգիտեմ ինչի է ձեզ մոտ նման կարծիք, բայց տեսնում եմ։ Խնդիրը նրանում է, որ իրենք հետաքրքիր իրենց օրինակ տարածքներն օգտագործելով, հատկապես այն տարածքները, որոնք տուրիստների համար նախընտրելի են, իրենք օգտագործում են այդ տարածքները, բեմադրում են մի քիչ էլ մոդեռն, հա, իրենց ազգային երաժշտությամբ ինչ որ բաներ, հետո դա երևի սկսում է պտտվել։ Իհարկե ես վստահ եմ, որ եթե դա անում է պետական անսամբլը, ուրեմն դա պիտի լինի մի քիչ պետական միջամտություն ըստ երևույթին, գուցե հովանավորում։ Չգիտեմ, վստահ չեմ կարող ասել, ենթադրում եմ հիմա։ Ես խոսում եմ այն մասով, կամ Դավիթը երևի փորձում է ասել, հիմա մենք ունենք այնպիսի տեղանքներ, որոնք տուրիստների համար գրավիչ տեղանք է եւ իրենց մասին անընդհատ խոսվում է։ Մենք այդ տարածքները սկսած հրապարակից, բայց ոչ միայն։ Կարող ենք օրինակ օգտագործել, նկարել հետաքրքիր փոքրիկ պարերներ, այդպես, այո, միքսեր կարելի անել, ինչու՞ չէ ազգային անել, աղջիկների, տղաների անպայման տարազի ճիշտ համադրությամբ եւ դա փորձել, այսինքն համացանցում ավելի մեծ ակտիվության բերել։ Գոնե թե մեզ համար։ Ես վստահ եմ, որ սա նաև կտեսնեն շատ շրջագայողներ, բայց երբ օրինակ տանը նստած աշակերտը տեսնում է մի քիչ էլ մոդեռնացված, հետաքրքիր մի բան, իրեն տրամադրում է ինքը անձամբ է որոշում ծնողներին դիմել հաճախել բարի, այսպես ասած ոգևորել նրան, որովհետև երեխան ոգևորվում է, երբ տեսնում է, չէ, նրան չես կարող երկար բարակ արժեքներից խոսել։ Այդ արժեքները ինքը կարող է հասկանալ ավելի հասուն տարիքում, բայց այդ տարիքում գրավելու միակ տարբերակը վիզուալ հետաքրքրությունն է, որը մենք կարող ենք անել, որովհետև այո, եթե անգամ չդառնա պրոֆեսիոնալ պարող, բայց այն ամենայնիվ կունենա նախ այդ կեցվածքը, կունենա ճիշտ գնահատելու, հարգելու, ինչու՞ չէ հաճախելու, վաղ ինքը որպես հանդիսատես է լինելու, գրագետ հանդիսատես է լինելու, գնահատող հանդիսատես է լինելու։ Ես կարծում որ այդպես է, հիմա կրթության բաներից ենք խոսում, էլի, պարոն Մխիթարյանը պիտի այստեղ լիներ երևի շարունակեր, սա իհարկե կրթության ձև է էլի։
բայց օրինակ խումբը կարող է առաջ քաշել այս տեսակ ծրագիր եւ փորձել ինչ որ ձև անել դա։ Օրինակ դուք բեմադրեք, որոշեք, որ այս ինչ հարթակում եք այդ օրը ապարելու, պրոֆեսիոնալ նկարեն եւ սա սկսի պատտվել։ Ես վստահ եմ, որ բոլորը կկիսվի։ Չէ, իրենց գործը բնականաբար այդ միտքը առաջ քաշելն է եւ բեմադրելը։ Իրենք պիտի անեն դա։ Հիմա նկարողը պետք կգտնենք։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը բոլորիս է վերաբերվում։ Սկսած ինձանից ու Անուշիկից։ Մենք ժամանակի տեխնոլոգիաներին ընդհանրապես տեխնոլոգիաների հետ չենք օգտագործում համընթաց չենք քայլում, այսինքն բարի պետականն է կամ բարեկամությունը ֆանտաստիկ պարում են, մենք դա գիտենք, իրենց գործը ընտիր անում են, բայց հիմա օրինակ, եթե պետքա ժամանակակից տեխնոլոգիաների հետ համընթաց քայլես, օրինակ, չգիտեմ, ռիլեր պետք է անես, ինչ որ մի տեղից, թեկուզ բեմից։ Ես ինձ եմ ասում, ես չեմ անում, ես հետ եմ մնացել, ես անցած դարում եմ մնացել ու ես հասկանում եմ, որ մենք բոլորս հետ ենք մնում, որովհետև մենք շատ ենք խորացած կամ մեր մասնագիտության մեջ, կամ շատ ենք անում այն գործը, որը որ մենք պետք է անենք մասնագիտորեն ու դա նորմալ է, դա լավ է, որ պետք է այդ անենք, բայց այս ժամանակակից էս, չգիտեմ, այդքան էլ ոչ հաճելի մեզ համար այդ գործողություններին չենք դիմում, որը որ իրականում մեծ անուն է բերում, մեծ, չգիտեմ, տարածվում էլի։ Չեմ դուք հետևում եք բարեկամություն պետական անսամբլի էջերին, ես կարող եմ ասել վստահորեն, որ շատ ակտիվ է բարեկամությունը կոնկրետ, թե ձեր ասած ռիլերը, թե թրենդից հետ չմնալը։ Դա այո, ուրեմն ես այնքան հետ եմ մնացել, ես չեմ հետևում։ Չէ, պաշտոնական էջերը որպես կանոն պարզ է, որ իրենք իրենց գործունեության մասին խոսում են։ Չէ, ոչ միայն համընդհանուր տարածման։ Այո, համընդհանուր տարածում գտնում է ամեն դեպքում այն ինչ որ անում է բարեկամությունը եւ փորձում է հրապարակել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ երկրից դուրս դա կլինի գովազդների միջոցով, թե այլ կերպ, բայց ամեն դեպքում վերջի տարիների ընթացքում ես կարող եմ ասել վստահորեն, որ բարեկամության անսամբլի էջը բավականին մեծ զարգացում ունի PR-ի առումով։ Իսկ հրավերների առաջարկներ լինում են, օրինակ, երբ դուք փորձում եք Հայաստանից դուրս ներկայացնել։ Այո, մենք հրավեր ունենք, շուտով մեկնելու ենք Ֆրանսիա։ Ունենալու ենք երկու մեծ մենահամերգ մայիսի 21-ին եւ մայիսի 25-ին։ Մայիսի 21-ին մեծ մենահամերգով ներկայանալու ենք Փարիզ քաղաքում, մայիսի 25-ին ներկայանալու ենք Մարսել քաղաքում։ Մեզ հրավիրել է ԺԱՖ միությունը եւ որի ղեկավարներն է, գեղարվեստական ղեկավարը Մարիոն եւ Պասկալ Շամասյանները։ Եվ նաև քանի առիթ ունենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարությանը աջակցության համար, այս միջոցառումները իրականացնելու համար, այդպես։ Մի հարց էլ տամ ու ժամանակը երևի սովորել է։ Պրոֆեսիոնալ պարողը ինքը կարող է հարստանալ, թե չէ։ Դա չէ, մի խոսք չի գնում։ Չէ, ինձ հետաքրքիր է պարողը, ինքը կարա լավ ապրի, ինքը կարա հարստանա։ Մեր իրականության մեջ։ Այո։ Հա, ընտիր։ Եթե գործի նվիրյալ է, հարստանալ գիտեք, ամեն մեկի մոտ մի։ Չէ, լավ ապրելու մասին է խոսքը։ Նորմալ։ Հիմա նայ, իրանից բարեր ես ասում, նորմալ։ Դե զգացի, որ հարստկամած պլանկեն իջացնում եմ։ Հիմա թատրոնում մարդիկ նվիրյալները ստանում են խոսքի։ Ես դες ասեմ, այո, ես դա էի ուզում շեշտել, անկախ ամեն ինչից մենք բոլորս մեր գործի նվիրյալներն ենք ու եթե տարիներ շարունակ մենք աշխատում ենք մի պետական կառույցում ու չենք նայում ֆինանսին, թե ինչքան ենք վարձատրվում, մենք կարող եմ ասել, որ հոգով եւ ֆիզիկապես հարուստ ենք։ Այսինքն մենք սիրում ենք մեր աշխատանքը, մենք կատարում ենք մեր աշխատանքը լիարժեք եւ լիովին, մենք ստանում ենք հանդիսատեսի ծափահարությունները եւ շնորհակալությունները մեր արվեստի հետ կապված, իսկ ֆինանսական առումով ես չեմ կարծում, որ յուրաքանչյուր արտիստ կամ յուրաքանչյուր մշակույթ ներկայացնող մարդ ինքը բավարարվում է մեկտեղ աշխատելով նման աշխատավարձով։ Եթե խոսքը դրան էր վերաբերվում, ես մի փոքր անկեղծացա։ Այո, դե հենց այդ ասում նվիրյալների հաշվին է, որ մշակույթը շարունակում է իր կարևոր դերը ունենալ, բարձունքում լինել, բայց այնուամենայնիվ պիտի գնահատելու ձևերը փոխվեն, որովհետև քիչ առաջ էլ խոսում ենք, որովհետև երբ այդ գնահատականը հենց նյութական ինչու ոչ, երբ որ կփոխվի, ես վստահ եմ, որ այն երեխաները, որոնք իմանան, թե ոնց են հետո այդ արվեստի գործիչները
այս դեպքում պարողները ապրում, իրենք հաստատ ցանկություն կհայտնեն լինել բարի մեջ ու վստահ լինել, որ եթե անգամ իրենք որոշեն այդ մասնագիտության մեջ շարունակել, հաստատ վաղ կկարողանան ունենալ այն պայմանները, որ իրենց ընտանիքը պահեն ու որպես տղամարդ ված չզգան, թե իրենց ընտանիքը ոնց է ապրում։ Սրանք շատ կարևոր գործառույթներ են։ Յուրաքանչյուր մասնագիտություն ես կարծում եմ զարգանում է հենց այդպես։ Այո։ Թե չէ նվիրյալներ, այո, նվիրյալներ հիմա այս դեպքում ասում եմ կարող ենք ասել բարեբախտաբար Հայաստանը շատ ունի եւ այո մշակույթը ապրել է բոլոր այս խնդրահարույց ժամանակները միմիայն նվիրյալների հաշվին։ Շնորհակալություն, շնորհավորում ենք, վաղ լավ համերգ ենք մաղթում։ Հաջողություն ենք մաղթում, 29-ին էլ վաղն էլ։